Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող Շանգրիլա խաղատունն առաջիկայում կփակվի։ Օնիրա Club ՍՊ-ին տրված խաղատան կազմակերպման լիցենզիայի գործունեությունը դադարեցվել է, թեև մեր նկարահանման պահին խաղատունը բաց էր, ներսում այցելուներ կային։ Խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը երեկ այս մասին գրառում կատարեց ու հրապարակեց իր ստորագրած հրամանը։ Օնիրա Club ընկերության կողմից 2026 թվականի մարտ ամսվա համար վերահսկող մարմնին ներկայացված ֆինանսական հոսքերի մասին հաշվետվության մեջ ներառված տվյալների եւ ստուգման շրջանակում ձեռք բերված խաղային ապարատների հաշվիչների ցուցմունքների, մասնավորապես խաղադրույք, շահում, գումարի մուտք, գումարի ելք միջև առկա անհամապատասխանությունները որակվել են որպես խեղաթյուրված եւ կեղծ տվյալներ։ Ինչպես է ստացվում, որ դեռևս մարտին ներկայացված ֆինանսական հոսքերի հաշվետվության մեջ միայն նոր են Երևան գալիս անհամապատասխանություններ։ Ըստ Ծառուկյանի թիմակցի, անգամ եթե կան անհամապատասխանություններ, կայացված որոշումն անհամարժեք է խախտմանը։ Խաղային ապարատների հաշվետվությունների հետ կապված այսպես ստուգումներ են տեղի ունեցել, որտեղ որ հաշվետվությունների ներկայացման կարգի մեջ փոփոխություն է տեղի ունեցել եւ այդ հաշվետվությունները ըստ այդ կարգի ներկայացված չեն եղել, սակայն տարբեր մասնագետների գնահատականներով դա բացարձակ ոչ բավարար հիմք է գործունեությունը կասեցնելու, լիցենզիան կասեցնելու համար։ Պապոյանի որոշումը բողոքարկելու համար Ծառուկյանն ու իր թիմը 2 ամիս ժամանակ ունեն, իսկ մինչ այդ խաղատունը շարունակում է աշխատել։ Այս ամբողջ պատմության մեջ անհասկանալի է Գևորգ Պապոյանի այսպես հրճվանքով այդ լուրը համացանցում տեղադրելու փաստը, հատկապես եթե հաշվի առնենք, որ կոնկրետ այստեղ խոսքը գնում է լիցենզիայի դադարեցման համատեքստում խոսքը գնում է 500-ից ավել աշխատակիցների գործազուրկ դառնալու հանգամանքի մասին եւ ինչպես հայտնի է նաեւ Օնիրա Club-ը բավականին խոշոր հարկատու է հանդիսանում, տարեկան մոտ 6 միլիարդից ավել հարկեր են վճարվում, գումարած եկամտահարկը եւ սոցիալական վճարները։ Օնիրա Club ընկերությունը ֆինանսների նախարարության կողմից խաղատան կազմակերպման լիցենզիան ստացել է 2014 թվականի հունվարի 1-ին։ Անցած 12 տարիների ընթացքում լիցենզիան մի քանի անգամ կասեցվել է, սակայն բանը չէր հասել ուժն ամբողջությամբ կորցրած ճանաչելուն։ Ավելին, Քովիդի ժամանակ տնտեսվարողի վնասը փոխհատուցելու համար 2022 թվականին հարկատուների հաշվից 4.2 միլիարդ դրամ հատկացվեց Շանգրիլային, փակելու Օնիրա Club-ի պետական տուրքի պարտքերը։ Հետագայում այդ գումարը ըստ հետքի աճեց մինչև 5.6 միլիարդ դրամի։ Ստեղծում ենք հնարավորություն, որպեսզի 2022 թվականի հոկտեմբերի 1-ից ընկերությունը 0-ից մաքուր թերթից, այսպես ասած, սկսելու հնարավորություն ստանա, եւ սա է մեր որոշումը։ Եվ եթե 4 տարի առաջ Փաշինյանը Ծառուկյանին հնարավորություն էր տալիս մաքուր թերթից սկսել խաղատան գործունեությունը, ապա վերջին ամիսներին ամեն ինչ կտրուկ փոխվեց, երբ պարզ դարձավ, որ քաղաքականությունից տևական ժամանակ հեռացած Ծառուկյանի կուսակցությունը հավակնում է իշխանության։ Շատ շուտով Ծառուկյան ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական եւ պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը։ Ժամեր անց դատախազությունը հաղորդագրություն տարածեց Արարատ ցեմենտի մասնավորեցման գործընթացում խախտումների մասին, իսկ օրեր անց պարզ դարձավ, որ կառավարությունը Արարատ ցեմենտում կարող է ժամանակավոր կառավարիչ նշանակել։ Ցեմզավոդից խոսեց, ես դա մասին ինձ դիմել էին, ասել էին, սենց բան ա ուզում անի, ես ասեմ կյանքում ես չեմ կարող իմ հայրենիքը փոխեմ ունեցվածքի հետ։ Օրինական կառել ենք ամենից էլ մետքի 25 տարի անցել է նորեն հիշել, ինչի մասնավոր։ Հարկերն ենք տալի ամեն ինչը տեղը։ Քարոզարշավի ընթացքում Փաշինյանը Ծառուկյանին նաև սպառնացել էր, որ նրա շքեղ առանձնատունը դարձնելու է ծերերի խնամքի կենտրոն։ Ավելի լավ է նվիրենք մեր պատերազմում վիրավոր ստացած տղաներին, որ հերոսներին, որ այսօր իրանք վիրավորվել են, ապակինման կարիք ունեն։ Ընտրություններից հետո օդում կախված է մնում ոչ միայն մեծահարուստ գործարարի խոշոր բիզնեսների ճակատագիրը, այլև հարցը՝ արդյոք նրա ղեկավարած Բարգավաճ Հայաստան կուսակցությունն ազգային ժողովում մանդատ կստանա, թե ոչ։ Սահմանադրական դատարանը ուրբաթ օրը նիստ կգումարի քննելու քվեարկության արդյունքները վիճարկող դիմումները։